Բարի լույս, բարի օր, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, իմ հարազատներ, թող օրը լինի լուսավոր, Աստծո լույսով լցված եւ Աստծո օրհնություններով լցված։ Խաղաղ օր եմ մաղթում բոլորիդ։ Ովքեր աշխատում են, լավ աշխատանքային օր եմ մաղթում ձեզ բոլորիդ։ Վարդի մասին եմ ուզում մի քիչ խոսել։ Այս մասերը չեն կտրելու, վերևի ճյուղերը այս տարի չեն կտրելու։ Ալան, որ եկել էր մեր տուն, դե Ալան շատ լավ հասկանում է ծաղիկների խնամքից, վարդերի խնամքից, իրենք խնամում են եւ վաճառում են։ Իմ հետևորդներ ջան, գիտեք դուք արդեն։ Ասեց, որ քոքերի մասը հող լցրեք, ծածկեք լավ եւ վերևի ճյուղերը թող մնան։ Գարունը կմաքրենք հողերը, արդեն բողբոջած կլինեն, ցուրտը տարած չի լինի եւ այս ճյուղերի մասը կկտրենք ու կսկսի արդեն արմատներ տալ եւ ավելի լավ է տեսակ, որ պահենք։ Մենք էլ որոշել ենք այս տարի այսպես անենք վարդը, երբ որ հող լցնենք, ձեզ ցույց կտամ, իմ լավ բարեկամներ։ Այս մասերը այսպես կկտրենք, տեսնում եք, ձեռքով անում ես, ինքը արդեն կտրվում է, այս գեղեցկուհուց տեսեք, չեմ պոկում, որոշել է ինձ շատ երկար հմայք տալ, ուրախացնել սիրելիներ, հետևորդներ ջան, ճիշտ է, շատ անձրևներ են գալիս, բայց տաք է, հաճելի է, ծառերը մերկացել են, լրիվ ոչ մի տերև չի մնացել, միայն ծիտիկների, թռչունների բույներն են երևում, մի տեսակ մռայլ երկինքը, բայց կապույտ, անձրևների կաթիլները դեռ գալիս են, իմ լավ բարեկամներ, սա էլ վարդերը մեր, կանգուն են դեռ տուաները եւ լավանդան։ Արդեն բարձրանանք միասին վերև, այստեղ կախված միակ ծաղիկի ծաղկամանն է, որ մնացել է, պետք է դա էլ արդեն հողը դատարկենք, ծաղկամանը լվանք, վերցնենք։ Այս դուլերի մեջ թթուներն են, որ միասին պատրաստեցինք, հիշեցիք, թողել եմ դուրսը, որ սառը մնա, իսկ հիմա սիրով հրավիրում եմ ներս, միասին գնանք ներս։ Այս գեղեցիկ սակուրան նվիրում եմ ձեզ բոլորիդ, իմ լավ բարեկամներ, ի սրտե։ Այս համեղ սեղանը բոլորիդ համար եմ պատրաստել, համեցեք իմ սիրելիներ։ Սիրելիներս, այսօր ձեզ հետ միասին սուրճ չեմ խմելու, այլ խմելու եմ գինի, կրկին անգամ շնորհավորելու իմ Աստծո պարգև որդու ծննդյան օրը եւ իմ շնորհակալությունը հայտնել բոլորիդ։ Շնորհակալ եմ բոլորիցդ հոգուս ջերմությամբ, շնորհակալ եմ, որ իմ ուրախությունը կիսեցիք, իմ լավ բարեկամներ, շնորհակալ եմ, որ Աստված ձեզ է պարգևել ինձ, շնորհակալ եմ ձեր բարի, ջերմ, գեղեցիկ խոսքերի համար, մաղթանքների համար, Աստված ձեզ առատորեն օրհնի, լինեք միշտ օրհնված, լինեք միշտ առողջ, հարգված, իմ լավ բարեկամներ, թող ձեր կյանքի ամեն մի օրը Աստծո օրհնություններով եւ Աստծո լույսով լցված լինի։ Խմում եմ բոլորիդ կենացը, իմ բարի լավ բաժանորդներ ջան, խմում եմ ձեր հաջողության կենացը, խմում եմ ձեր ընտանիքի առողջության եւ օրհնության կենացը, որ Աստված օրհնի ձեր ընտանիքները։ Ամենալավն եք դուք, ամենաբարին եք, խորին շնորհակալությունս բոլորիցդ։
ասեմ, որ յուրահատուկ համ ունի այս գինին, սիրելի հետևորդներ ջան։ Առաջին անգամ եմ խմում, ես ընդհանրապես ասեմ, որ խմիչք չեմ օգտագործում տոնական օրերին շնորհավորելու համար, բայց այս գինին վիշնյայի գինի է և մի տեսակ համ ունի, շատ համեղ է, կրկին անգամ շնորհակալ եմ, գիտեք, շնորհակալ եմ նաև ձեր կողմից գնահատվելու համար, շնորհակալ եմ նաև այն ամենի համար, որ դուք կամեցող եք, որ դուք բարի եք, եղեք, նորից եմ ասում, առողջ և երջանիկ, ձեր կազմած ընտանիքի հետ միասին, ձեր թոռների, ովքեր էլ ծոռներ ունեն, ծոռների հետ միասին, լավ օրեր ունենաք, կյանքում ձեր ճանապարհը միշտ լինի կանաչ և հարթ, շատ համեղ է, որոշել եմ սա խմեմ, չէ որ ինչ եմ ունեցել, որդի եմ ունեցել, բարձր բարի, սիրելի հետևորդներ ջան, այնքան ուրախ եմ, գրել եք, ինչպեսի լավ տողերով եք ծնունդը ձեր որդու շնորհավորում, այո սիրելիս, սիրտս ցնծություն էր ապրում, սիրտս ուրախ էր, որովհետև որդի եմ չէ ունեցել, այն էլ ինչ որդի, պարծանք, չեմ գովում, շրջապատում բոլորը գիտեն, շնորհակալ եմ, դեռ ձեր գրառումները չեմ պատասխանել, սիրով կպատասխանեմ, ժամանակ չունեմ, սիրելիներս, այս մի փոքրն էլ խմեմ և անցնեմ գործին, իմ լավ բարեկամներ, մինչև վերջ խմեցի, ձեր կենացը, դրա համար էլ, մինչև վերջ խմեցի, գիտեք ինչումն է հարցը, հարցը նա է, սիրելիներս, որ եթե դուք ինձ հարգում եք և սիրում եք, իհարկե, ես էլ քառապատիկը, եռապատիկը ձեզ եմ հարգում և սիրում, դուք իմը դարձաք, ես էլ ձերը, շնորհակալություն բոլոր շնորհավորանքների, բարի մաղթանքների համար, եղեք առողջ, օրհնված լինեք ամբողջ կյանքի ընթացքում, աղոթեք Աստծուն, միշտ ամեն բացվող առավոտ, չեմ ասում ստեսություն, որտև գործեր ունեմ անելու, իսկ հիմա տեսնենք ինչ եմ պատրաստում, ձեզ հետ միասին, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ձեր և մեր շատ սիրելի Ալլայի ընտանիքն էլ էր ներկա, սիրելիներս, արդեն սովորություն դարձած, սենյակային ջուրը մի կողմ խմեմ, նոր այս համեղությունը կմաքրեմ, մաքրելու եմ ամենահամեղ բանջարներից ճնճղան պաշարը, մեզ մոտ Արտաշատում այդպես են անվանում, ես իսկական գրական անունը չգիտեմ, եթե դուք գիտեք, տեսնում եք ինչ բանջար է, գրեք, սիրով կընդունեմ ձեր գրածը և արդեն կհիշեմ անվանումը, մեզ մոտ ասում ենք ճնճղան պաշար, հիմա այսպես լավ կմաքրեմ մանրամասը, հարսս ասեց մամա, եթե նայի դուրը չի գա, մի եփի, ոչ չի գա, ամեն մի այդ ճնճղան պաշարի համար կռացել է, բարձրացել է, կռացել է, բարձրացել է, որ քաղի, դրա համար լավ կմաքրեմ, ճիշտ է ամենահամեղը գարնան նոր ծլածն է, բայց դա էլ վատը չի, որովհետև կանաչ, սիրուն, մի քիչ ծաղկել է, կան որ ծաղիկներ են, ես կկտրեմ ու լավ պետք է լվանամ, ինչ եմ ուզում ասել, նորից հիմա հիշում եմ ու ձեզ էլ տանում հիշողություն, հիշում եմ մայրիկս էլ, սկիսուր մայրիկս էլ, տոնական օրերին մանավանդ Սուրբ Զատիկին անպայման պետք է մեր այդ բանջարը լիներ, խառը բանջար էր, նոր ծլած
կնորա ենք ասում, կնորաս ինձ, ճնճղան պաշար, այդ ժամանակ գարնան գլուխ էդ էր բանջարներից, սիրելիներս բերում էին, խաշում, պատրաստում, սկիզուր մայրիկս այնքան յուղ էր լցնում վրեն, որ էլ ասելու չի, ասում էր պետք է այդպես ուտես, լավաշի մեջ, որ փաթաթում էինք, չէ, այս տակից յուղը կաթում էր, ամոթ էիմ անում, որ ուտեիմ, ասեմ ես ոնց պետք է ուտենք, յուղն էլ տակից կաթում, այդքան յուղ էր լցնում, գնում էր ման էր գալիս, բերում, ես էլ նստում իր հետ մաքրում էինք, շատ բանջարը շատ կեղտոտ է լինում, ամեն ինչ կա, մանր, տերևներ, մանր, չոփի կտորներ, լավ, պետք է հոսող ջրի տակ լվանայինք, լվանում էինք, ինքն էր խաշում, քամում, գիտեք, եթե զատիկը վաղն էր օրինակ, այսօր պետք է լվանար, քամեր, որ լավ ջուրը քամվի, հաջորդ օրը եփում էր, որտեղ որ ամուսնացել եմ, մեր գյուղում Մրգավանում կա մեծ եկեղեցի, Սուրբ Հակոբ եկեղեցին, կիսուրիս, ամուսնուս, հորաքույրները, մի խոսքով բարեկամությունները գալիս էին այդ օրը մեր տունը, պետք է շատ լիներ թե փլավը, ձուն, ամեն ինչը, սիրելիներս այն ժամանակ նորից եմ կրկնում, համու հոտ կար, բարեկամություն, հարազատություն, մոտիկություն, ջերմություն, ամեն ինչ կար, հիմա կամանց, արդեն այդ չի մնում, չկա այդպիսի բաներ, այդպես գալիս էին, սիրուն, նստում, գաթան կար ու կար, այս մեր ավանդական գաթան պետք է թխվեր, թխում էի ես ասեմ, կիսուրս էլ էր թխում թոնրի կաղկալով, ովքեր կհիշեն, բայց մի քիչ չեմ ուզում ասել, բարակ էր լինում և չորոտ, այդքան գիտեր, այսքան էր պատրաստում, դրա համար էլ էինք ուրախ, հիմա սա լավ մաքրեմ, իմ լավ բարեկամներ, լրիվ թփերը, տեսնեմ դեղինները, չորացած մասերը մաքրեմ, լվանամ, սիրուն, խաշեմ, ինչքան կլինի, ամեն մեկից մի դուռում, ոնց որ կիսուրս էր ասում, կլինի, բավական է, այդպես չեմ թափի, որովհետև ասեցի նոր, որ ամեն մի այս ճնճղան պաշարի համար կզվել քաղել է, չարչարվել է, ինչու թափեմ, ես էլ նստած կմաքրեմ հանգիստ, համ ձեզ հետ զրույցում եմ, համ էլ մաքրում եմ, իմ լավ բարեկամներ, այսքանը ուզեցա կիսվեի, մեկ անգամ էլ ես եմ գնացել, չէի կարողանում իր հետ քայլել, այնքան արագ էր քայլում, սիրելիներս, այնքան արագ, ասում է այ կնիկ, դե մի քիչ հանգիստ գնա, այ մամա, ես էլ հետդ էլ չեմ կարում քայլեմ, ծիծաղում էր, ասում էր բա էլ չէր տանում, ինքն էր գնում, քաղում, բերում, ես էլ մաքրում էի նստած, անցան գնացին մեր լավ ուրախ օրերը, հիմա պետք է ապրենք ներկայով, սիրելիներս, հիշենք մեր անցյալը, բայց ապրենք մեր ներկայով, հիմա մաքրեմ այսպես սիրուն, ջուրս էլ կում խմեմ, ընթացքում կհանդիպենք արդեն սիրելիներս, լվանալու ժամանակ, այսքանը մինչև մաքրեմ, ձեր թանկ ժամանակը շատ կխլեմ, հիմա ժամանակը ոսկի է, թանկ է, իսկ հիմա պետք է մաքրած բանջարը լավ լվանամ հոսող ջրի տակ, մի քանի անգամ, մինչև ջուրը պարզանա, մաքրվի, հիմա լավ լվանամ, հետո կհանդիպենք սիրելիներս, գազօջախին բանջարի համար ջուրը արդեն եռում է, բանջարն է լավ լվացել եմ, ջրքանվել է, հիմա պետք է լցնեմ եռման ջրի մեջ եփելու համար,
Ջրի մեջ ավելացնում եմ մի քիչ աղ, կամ անց եմ լցնում, որ ջուրը չբարձրանա, թե չէ բարձրանում թափվում է։ Հիմա կխառնեմ և կլցնեմ բանջարը։ Ջուրը քիչ եմ արել, բանջարը քիչ է։ Տեսեք ինչ կանաչ ընտիր բանջար է։ Ձեռքով հավաքեմ, լցնեմ։ Հիմա մի հատ այսպես շուռ-մուռ կտամ, որ հավասարաչափ եփի։ Բերանը չեմ ծածկելու, նորից եմ ասում, մեծերից եմ սովորել։ Արդեն բանջարը պատրաստ է, ընդամենը տևեց 7-ից 10 րոպե։ Հանեմ, լցնեմ քամիչի մեջ, թող լավ քամվի, որ ջրային մաս չմնա մեջը։ Տեսնում եք, կանաչել մնաց։ Եթե բերանը ծածկում ենք, դեղնում է։ Սիրելի հետևորդներ ջան, դուք էլ եթե եփելու կլինեք ամռանը, հիշեք, պետք է բերանը բաց եփենք։ Մինչ ջրքանվի բանջարը սառի, որոշեցի բանջարի հետ միասին պատրաստել սովորական վերմիշիլով փլավ։ Տապակի մեջ մի փոքր բուսայուղ եմ լցրել և կբովեմ վերմիշիլը խառնելով։ Բովում եմ մարմանդ կրակի վրա, որ հավասարաչափ լինի, և ես շատ չեմ բովելու, որ շատ մքանա, սիրելիներս։ Կրակից վերցրել էի բոված վերմիշիլը, դրել էի, որ մի թեթև սառի, նոր եռման ջուրը վերցնեմ։ Հիմա դնեմ գազին, ջուրն էլ չայնիկով արդեն տեսնում եք եռում է։ Եվ ավելացնեմ ջուրը։ Գազօջախը վառեմ, որ տաք եք լցնում, շատ է բարձրանում, թռնում է ամբողջ շուրջ բոլորը ապականում է։ Տեսնում եք, հանգիստ։ Այսքան ջուրը բավական է։ Մի փոքր, շատ կրակը ուժեղ է, իջեցնեմ։ Աղ կլցնեմ, հիմա մի քիչ բերանի համով։ Մի հատ խառնեմ, բերանը ծածկեմ, թող եփի։ Հազիվ վերմիշիլներին ջուրը ծածկել է։ Սիրելիներս, լրիվ ջուրը քաշվեց։ Հիմա պետք է ավելացնեմ մի կտոր կարագ և արդեն անջատ եմ։ Կարագը կհալվի, նոր մի հատ կխառնեմ վերջում։ Ստացվեց հատիկ, ընտիր սովորական հասարակ փլավ վերմիշիլից։ Հիմա փլավն էլ մի կողմ կդնեմ, արդեն բանջարը սառել է, ջրքանվել է։ Կպատրաստեմ ձվով բանջարը։ Այս փոքր կաթսայի մեջ դնելու եմ մի կտոր կարագ, դնեմ գազօջախին, թող հալվի։ Տապակը մեծ է, իսկ բանջարը փոքր, կաթսայով կպատրաստեմ այդ փոքր։ Արդեն հալվել է, հիմա պետք է հալված կարագին ավելացնեմ, ձեռքով եմ բացում, թող կոշ չմնա և լցնում կաթսայի մեջ։ Բոլոր բանջարը լցրեցի, հիմա մի հատ տակնու վրա անեմ, որ յուղը հավասարաչափ լինի։ 2 ձու եմ կոտրել, աղ եմ ավելացնում մի փոքր, ձուն քիչ եմ անում։ Սիրում եմ բանջարի համը զգամ, որ շատ ես անում, ձվի համ է գալիս, իմ կարծիքն է դա։
Դուք ինչպես, եթե սա պատրաստեք, ինչպես կցանկանաք։ Ձուն շատ կանեք, քիչ կանեք, ձեր ցանկությամբ է։ Արդեն լավ տաքացել է եւ յուղի մեջ տապակվել է մի թեթև։ Հիմա ձուն էլ հարեմ, լցնեմ վեր։ Բերանը ծածկեմ, թող եփվի։ Արդեն եփվել է, մի հատ էլ խառնեմ, տեսնեմ հլը։ Տեսնում եք, ինչքան լավ է, համ ձուն է երևում, համ բանջարն է երևում։ Երկուսն էլ միաժամանակ պարզ երևում են։ Որ բավական է երկու ձուն այս մի փոքր բանջարին։ Տեսնում եք։ Բերանը ծածկեմ եւ անջատեմ։ Բանջարն էլ պատրաստ է արդեն եւ սովորական վերմիշլով փլավն էլ է պատրաստ։ Շնորհակալություն բոլորիցդ, որ ինձ հետ եք եւ հետեւում եք մինչեւ վերջ։ Այսքանը սիրելիներս եղեք առողջ, օրհնված, տեսություն, մինչ նոր հոլովակ։